Ես Լիլիթ Բալայան։ Ես Տիգրան եմ Գալոյան։ Մեր ֆիլմի անունն է Պոեստ համար 685 հավանաբար, ընթացքում կարող են լինել փոփոխություններ։ Ֆիլմը պատմում է Ֆիլմը պատմում է անցյալի և ներկայի պատմությունը կայարանի մասին։ Հիմա նկարագրենք 3 բառով ֆիլմը։ Հին ու նոր կայարան։ Տրանսպորտային նորություններին Կապանի երկաթուղային կայարանը շարունակում է մնալ կարևոր կապող օղակ տարածաշրջանի տրանսպորտային ցանցում։ Ամեն օր այստեղով անցնում են տասնյակ ուղևորատար և բեռնատար գնացքներ, կապելով հարակից քաղաքներն ու գյուղական համայնքները։ Այս տարի կայարանում նախատեսվում է թարմացնել ցուցանակները, հարթակները և սպասման գոտին։ Սա ուղևորների ճանապարհորդությունը կդարձնի ավելի հարմարավետ և անվտանգ։ Այսօր համար 685 գնացքը Կապանից կուղևորվի դեպի Երևան։ Մաղթում ենք բարի երթ։ Ես ընդունել եմ 1955 թվականին աշխատանքի, որեկան ստանում էինք 3-ից 4 գնացք տարբեր ապրանքներով։ Եվ մարդիկ աշխատում էին։ Կայարանը մենակ ուներ 40 աշխատող։ Եվ երկաթուղին այն ժամանակ կոչվում էր պոլվայենի, կիսավայենի, գիշեր-ցերեկ չկար։ Իսկ մեր այս պատերազմի ժամանակ հզոր աշխատանք տարավ։ Այն ժամանակ կայարանապետը ես էի։ Նպատակը էթերսու, պետք է հաղթենք։ Ու հաղթեցինք։ Ու կամաց կայարանը փակվեց։ Դեց։ Ինչով էր պայմանավորված երկաթուղու մուտքը Կապան։ Անշուշտ պղնձարդյունաբերությամբ Խորհրդային Միության հայտնի հանքավայրերից մեկը Կապանի պղնձահանքերը պղինձ էին մատակարարում երկրին, իսկ ավտոմեքենաներով, բեռնատարներով պղնձի խտանյութի դուրս հանումը, ասինքն ալավերդի տեղափոխելը և ձուլելը շատ դժվարանում էր։ Խորհրդային Հայաստանի կառավարությունը 20-ականների վերջին որոշում կայացրեց կառուցել Մինջևան Կապան երկաթգիծը, որպեսզի դրանով շատ ավելի հեշտացնի պղնձի տեղափոխումը ալավերդու ձուլարան։ Երկաթուղու միջոցով մեր երկրամասը կապվեց Խորհրդային Միության բոլոր տարածքների հետ, այդ թվում մայրաքաղաք Երևանի և Միության տարբեր արդյունաբերական ձեռնարկությունների հետ։ Մեր երկաթուղային կայարանը բավականին ճաշակով կառուցված շենք է։ Նույնիսկ կարելի է ասել ճարտարապետական նշանակություն ունի։ Եվ ասում են, որ շինարարությունը իրականացրել են բանվորական ուժը, եղել են զինվորականները։ Պահպանելով պատմական և ճարտարապետական յուրահատկությունը, Կապանի երկաթուղային կայարանի շենքը վերածնվել է որպես նորարարական հանգույց։ Կենտրոնը Մեղրի և Քաջարանի թումոտուփերի հետ կրթական ցանց կազմելով ծառայում է շուրջ 2500 պատանիների։ Թումո-Կապան դասընթացների և աշխատարանների են հաճախում նաև պատանիներ Գորիսից, որտեղ գործարկվում է թումոտուփ և ուսանողներն ապահովված են տրանսպորտով։ Կենտրոնը ոչ միայն օգնում է երիտասարդներին ձեռք բերել այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են տեղում հաջողության հասնելու համար, այլև նպաստում է Սյունիքի մարզի կայուն տնտեսական զարգացմանը և դիմակայունության ամրապնդմանը։ Թումո-Կապանի կրթական տարածքը չի սահմանափակվի միայն մեկ շենքով։ Շինարարությունը շարունակվում է և շուտով ուսանողների համար կգործարկվեն նախագծով նախատեսված նորակառույց մասնաշենքերը։ Մինչ այդ կրթական գործընթացը կշարունակվի նաև շենքի հարևանությամբ գործող ժամանակավոր կենտրոն տուփերում։